լավ, իսկ հիմա այս պայդրությամբ ժողովուրդ կոչս ձեզ չէ հիասթափվել, սա այն վիճակը չէ, եթե մենք հիասթափվեցինք, մենք անկախ ակամա թե ակամա մենք ջուր կլսնենք իշխանության ջրաղացին եւ դա ում է ձեռնտու։ Իհարկե միմիայն իշխանությանը։ Ես շատ մեծ ոգևորությամբ հաղթանակի այն սպասումով, որ լինելու է առաջիկայում, անելու ենք։ Դա սա չի մարսվելու։ Դուք չեք տեսնում, ովքեր են Նիկոլ Փաշինյանին շնորհավորում։ Այն անձնավորություններն են շնորհավորում Նիկոլ Փաշինյանին, ովքեր կանգնած են իր թիկունքին։ Շտապ է ձեզ տեղեկացնել, որ հավաքական արևմուտքը այդ իր շնորհավորանքներով, այդ իր, չգիտեմ, որ հələ անցողի քշեմը པարզ չէր ինքը ԿՊ-ն հաղթահարելա թե չէ, գիշերը արդեն իրենց հաղթանակն էին կնքում, շամպանիներ էին տրաքացնում։ Այդ մոռացաք, որ ձեր քաղաքականության արդյունքում է այսօր այդ 5000 տղաները հանգչում Եռաբլուրում եւ եթե մենք այս անգամ պայքարը տանուլ տվեցինք, մենք ինչ սրտով եւ ինչ խղճով ենք բարձրանալու Եռաբլուր։ Դուք հասկանում եք, հարգելի հայրենակիցներ, այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ որ ձեզ փորձում են մոլորեցնել, ինչ որ Վահագն Ալեքսանյան կոչված անձնավորությունը երեք մի հայտարարություն է անում, ասում է, գիտեք ժողովուրդ, այս ձայների վերահաշվարկի արդյունքում 900 ձայն ավելացավ ԿՊ-ի քաղաքապայմանագիր կուսակցության օգտին։ Վահագն Ալեքսանյան լուրջ ես ասում։ Ինչ է, ձեզ թվում է թե ժողովուրդը թմբիրում է, չի հասկանում, թե դուք ինչ գործողություններ եք ուզում կատարել։ Ձեր նման ձկներին են ժողովուրդը կանսերվա արել, ուղարկել, որ ասում է քաղաքական իրենց հանգստին։ Դուք չեք լինելու իշխանության։ Մեկ այդ հարցը ակնհայտ է, որ չեք լինելու։ Ես տեսնում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը այս թերևս այս ժամանակահատվածում ձեռնպահ է մնում այս գործընթացներին ինչ որ գնահատական տալ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս մարդը ընդունված չի։ Սա անգամ եթե նույնիսկ անգամ իշխանությունից մենք հեռացնենք, իսկ դա լինելու է, անգամ իր տերերը իրեն չեն ընդունելու։ Նա ինչ պիտի ասի, նա ինչ սրտով է, հիմա ժողովրդի քվեն գողացել է, դուրս է գալի ժողովրդին ասում է մենք ստացել ենք մանդատ եւ վերջապես թրիփը ոտքի վրա կարող ենք իրականություն։ Դու ես այսօր տեսնում եմ, որ արդեն իրենք պաշտոններ են, իրենց մեջ բաշխում, դեռ չգիտեն թե ինչ է լինելու, սակայն իրենք իրենց մեջ արդեն պաշտոններ են բաշխում, են մեկը կռիվ է տալիս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու։ Այս է, ԿՊ-ն սա է։ Նրանք ոչ մի պետական այս 8 տարում ոչ մի պետական մտածելակերպ չունեցող անձնավորություն են։ Եթե նրանք այս նույն սցենարը 96 թվականի սցենարն է, նույն 96 թվականի սցենարը հիմա է կրկնվում։ Երբ որ մենք հիմա պետք է մենք կարողանանք հաղթահարել նիկոլիզմը, իսկ նիկոլիզմը դարի ամենամեծագույն հիվանդությունն է։ Նիկոլախտով տառապող այսօր մարդիկ կան, երբ որ ես դուրս եմ գալիս փողոց, նայում եմ, տեսնում եմ նրանց ժպիտը, նրանց հիացմունքը, թե իրենք քվեարկեցին ԿՊ-ին եւս ով քվեարկել է ԿՊ-ի օգտին, հարգելի հայրենակիցներ, նա քվեարկել է իր երեխային, թոռանը, իր ընտանիքի անդամներին Ադրբեջանի քաղաքացիների հետ մեկ հարկի տակ ապրելու օգտին։ Եվ սա միայն ես չեմ ասում, սա բոլոր ընդդիմադիր մեր գործիչներն եմ ասում, իսկ մեր ընդդիմադիր գործիչներին եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում եւ շնորհավորում եմ մեր տարած ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ, քանի որ այդ 700 քանի հազար թիվը բոլորս էլ պարզ մտածելակերպ ունեցող քաղաքացիներով հասկանում ենք, որ դա նկարած թիվ է։ Ով կարող է պատկերացնել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող ղեկավարին, շուրջ 200 քառակուսի կիլոմետր մեր ինքնիշխան տարածքից հանձնած ղեկավարին, այդքան զոհերը տված ղեկավարին նորից երրորդ անգամ քվեարկեն այսինքն մեր ժողովուրդը, ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը քվեարկել է իրեն դահիճի